Վայոց ձորը պետք է լքենք, գնանք, բայց մենք պետք է հասկանանք, հենց որ նվիրես, այդ լավ կգրկես, բարձր տրամադրություն, վայելես գեղեցկություն, որ գնալու ենք, որ բադիր, շատ լավ խոսացի։ Այն ժամանակ էլ Արցախը։ Շնորհավոր մեր գեղեցիկ սերի մեկ ամսյակը, մեր կյանք սամոն, նոր կյանքից։ Ես շնորհակալ եմ քեզնից։ Այս անգամ չեն գնում որ բադիրի թափ, բայց գնում ենք Երևան։ Նման է։ Գնացինք։ Ընկերներ, տեսարանը ուղղակի հրաշալի է Վայոց ձորից դուրս գալուց։ Հիմա Վայոց ձորը պետք է լքենք, գնանք Արարատի մարզ, որտեղ ունենք պատվեր, արտաշատ քաղաք, շատ գեղեցիկ, նուրբ ու սիրուն անակնկալ քույրիկին։ Իսկ այս ամպերը ուղղակի պետք է նայես լուր ու վայելես գեղեցկությունը, հայոց երկնքի գեղեցկությունը, հանդարտությունը եւ խորիմաստությունը։ Հենց այս ամպերի շնորհիվ է, որ մայր հողը ջուր է խմում եւ այս ամպերը պետք են մեկ-մեկ։ Այնպես որ կյանքում էլ կան իրավիճակներ, երբ որ ամպերը պատում են մեզ, բայց մենք պետք է հասկանանք, որ դա լավ բանի համար է արվում։ Դրա վերջը լավ է լինում։ Այնպես որ իմացեք, որ ամպերի մեջ արևի շողերն են տաքանում եւ իշնում մայր հողի խորքերը։ Ես հիմա մտքիս գոհարներն եմ ասում, շարադրում, ուզում եմ բանաստեղծություն գրել, որովհետև հարբեցի այս տեսարանով։ Եվ Վարդան ասում է, չէ, մի ձոնի, մի երկու տող, չեմ ձոնի Վարդան, լավ։ Լայքեք, բաժանորդագրվեք սիրելի ընկերներ, իսկ մենք շարունակում ենք մեր աղմկահարույց ճանապարհը։ Ընկերներ, այսօրվա մեր օպերատորը Նայիրն է եւ Նայիրը նայում է գեղեցիկ ամպերին ու նկարում է ձեռի հետ էլ ձեզ համար, որ գեղեցկությունը տեսնեք, կարծես ամպերի մեջ այրվում է, հրդեհ է, բայց սա արևի շողերն են, ընկերներ, տաքացնում է ամպերը։ Տաքություն է երկնային, որը կհալեցնի հսկա ամպերը եւ մեզ ջուր կբերի։ Սրտաբաց շիտակ է արդար, Էրզերումցու արյուն է մեր երակներ։ Եվս մեկ գեղեցիկ բնապատկեր, որը ես ուզում եմ դուք տեսնեք, ընկերներ, այս ձորը։ Տես այս, զգում ես իր սիրունը։ Մի հատ էլ այն կռուգի մոտ էր նայելնում, արդեն այսի նկարի, վсё, սարը նկարի։ Գեղեցիկ ամպերը ոնց որ լողան, ստե երևում է ամպերի շարժը։ Հրել այն ամպերը բնապատկերը է, սիրուն։ Հուլալիսին ազգին տված հերոսներ ունի, թե հարկ լինի նորից կերթա հողը պաշտպանի։ Այնքան հետաքրքիր բնապատկեր ենք ստացել, որ 100 մետր տարբերությամբ նույն տեսարանը ավելի է գեղեցկանում, ավելի ճոխ է դառնում եւ չեն կարողանում ուղղակի չնկարել, ընկերներ։ Անհնար է սա բաց թողել։ Բարդ ու դժվար ճանապարհ, հուլալիսին սրտաբաց շիտակ է արդար։ Այս գեղեցիկ տեսարանին նկատեցիք նաև մի լքված ավտոբուս, առաջին հայացքից լքված, բայց այն հեչ էլ լքված չի, այնտեղ լիքը մարդիկ ունեն լավ պատմություններ, այնտեղ մեծացած երեխաներ, մեծեր, փոքրեր, այս ավտոբուսը հյուրընկալել է եւ շարունակում է հյուրընկալել լիքը մարդկանց։ Թվում է թե դաշտի մեջ լքված է, բայց այն լրիվ նոր թափով
մի նոր կյանք է ստացել եւ նորից ոչնչով չի տարբերվում իր այցելուների քանակով։ Այնպես որ անցնելուց կարող եք գնալ եւ տեսնել ինչ գեղեցիկ է նրա ներսում։ Հա նայր էլ ինչ, բայց զում պետք է անես, որ մերոնք էլ տենան։ Իմ սիրելի հետևորդներն էլ տենան, մենք իրանց համար ենք նկարում, մենք տեսնում ենք, բայց հարկավոր է այնպես ներկայացնել ամեն ինչ, որ բոլորին դառնա հետաքրքիր եւ նայել։ Անձրևը նոր է եկել, ճանապարհը թաց է, բայց միևնույն ժամանակ մաքուր կա եւ շնչելով մաքուրոթը զգում ես հայրենիքիդ համն ու հոտը։ Զգալով համն ու հոտը հայրենիքի հայրենյաց ավելի ես ուրախանում, ուրախությունից ստիպում ես, որ նայիրը հա նկարի ամեն գեղեցիկ այս աշխարհում մեր հայոց։ Նկարի գեղեցկությունը թող բոլորը տեսնեն։ Թվում է թե սովորական ճանապարհ է, բայց հեչ էլ այդպես չէ, այս ճանապարհը սովորական չի, ընկերներ, սա կյանքի ճանապարհ է։ Այս ճանապարհով սնուցվում է Վայոց ձորն ու Սյունիքը, այն ժամանակ էլ Արցախը։ Այս ճանապարհը հերոս ճանապարհ է։ Տեսեք ու վայելեք նրա գեղեցկությունը եւ պատմությունը, այն պատմություն ունեցող ճանապարհ է։ Տիգրանաշենի ոլորանների գեղեցկությունն է սա։ Այս ճանապարհի մասին շատ եք լսել, բայց ոչ ոք այսքան լավ չի նկարել, ինչքան մենք լավ ենք էլի նկարում, նայր հիմա вообще նայրը մի հատ ուրիշ ռանգի նկարիչ է։ Նա նկարում է ու նկարում։ Կարծես ոչինչ չի կարող նրան խանգարել։ Իսկ ես քշում եմ ու քշում, կարծես ոչինչ չի կարող ինձ կանգնեցնել։ Վարդանը նստում է ու քնում, կարծես ոչինչ չի կարող։ Օրո այս գեղեցիկ տեսարանը պաստողին նայիր, տես ինչ տեսարան է, նայիր։ Տեսարաններ, որոնք մեզ ուղղակի հոգեհարազատ են եւ առանց նրա կյանքը հետաքրքիր չէ լինի։ Ինչ ես նկարում, ինչ տեսարան ես գտել, նայիր։ Ընկերներ, այս անգամ ես նայրին վստահել եմ բոլոր գեղեցիկ տեսարանները ֆիքսելու գործը եւ նա պետք է ֆիքսի։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք ինչքանով նրա մոտ ստացվեց գեղեցիկ տեսարանների պահով։ Ասեք, որ իմանանք, հասկանանք հաջորդ անգամ նրան վստահենք այս գործը, թե չվստահենք։ Մենակ թե Վարդանի հետևորդները վրա չտան ասեն, բա չէ, Վարդանն ավելի լավ էր նկարում։ Գիտենք, որ կարա ավելի լավ նկարի, բայց հիմա նայրին ենք մենք գնահատում, որ հասկանանք նրան թույլ տանք հաջորդ անգամ վերցնի նկարիչական ապարատը, թե չէ։ Աչ, նայր, աչից ընկերներ, Տիգրանաշեն գյուղն է եւ գեղեցիկ երկնային տեսարանը, կարմիր քարերը, Տիգրանաշենի ոլորանների եւ հիմա Վարդանը վերցրեց նայրի ձեռքից իր գործիքը, ասաց հերիքա նկարես, ես էլ կնկարեմ։ Նեղմավ։ Չի նեղվել, նա ուզում է գեղեցիկ տեսարան ֆիքսի հետևորդների համար, հիմա այս գործը Վարդանի ձեռքի նկարածն է։ Տեսեք, բրձինը վերցրեց ու սկսեց նկարել։ Բայց շուտով կվերադարձնի նայրին։ Կադրում երևաց գեղեցիկ ծաղկած թփերը։ Ծաղկում է արդեն բնությունը, նշանիներ են։ Հա, նայիրը քանի որ տնկագետ է, նա գիտի, որ սա նշանի էր։ Տնկաբան եւ տնկավաճառ, բարեկամս դու տնկիներ ես վաճառում։ Ում պետք Նայիրը ընտիր տնկիներ ունի, ով ուզում է կարող է զանգել այս համարով, այս դեմներիդ գրած համարով ու տնկիները վերցնեք, տանեք, տնկեք, քանի որ տնկության սեզոն է հիմա։ Սա նոր տարվա պես մի բան է։ Եթե ամեն տնկության սեզոնին դուք տնկեք մի տնկության, տնկի չեն տնկում։ Հա ծառատնկ է։ Ապեր դու իմ բառապաշարիրա մի կասկածի, տնկության տոնին ընկերներ բոլորդ գոնե 10 ծառ գնեք տնկեք, որպեսզի Հայաստանը տնկաշատ դառնա։ Եվ եթե ասեն, որ այս վիդեոյով են եկել, եւ եթե ասեք այս տեսանյութով 10% զեղչում է նայիրը, այո, 10% զեղչ։
Զեղչում ենք ընկերներ, զեղչը պահիտակ եղավ Տիգրանաշենի գյուղի մոտ։ Տիգրանաշեն գյուղը ձախում է, ձախից налево посмотри. Եթե գան Տիգրանաշեն գյուղից 20%։ Եթե գան Տիգրանաշեն գյուղից 20% զեղչ է խոստանում Նաիրը։ Ընկերներ, սա թեժ առաջարկ է։ Մի գրեք համարը, պարզապես հիշեք ու զանգեք Նաիրին, ասեք Նաիր ջան, աղբերս, այդ 20% ուժի մեջ է, բայց եթե հա, ուրեմն ցավը տե տանեմ ու այս տեսանյութը երբ էլ տեսնեք, այդ 20%-ը կա ու կա։ Ճիշտ եմ Նաիր։ Ու շատ հարմար են գները իրականում, հələ 20% էլ զեղչում է, այ քեզ Super City։ Հա, Ագրոկրոս ընդամենը։ Ինչ? Ագրոկրոս։ Ագրոկրոս։ Քրաշ ընկերը ձեր։ Коріше. Это ваш кореш, Наир. Он вам даст хорошие танки, и вы будете берком ваялиться немножко лет спустя. Իսկ տեսարանը ուղակի հրաշքներով է լցվել, ուրախացել է մեզ նման, մենք էլ որ այսքան ուրախացանք, տեսեք, մեր հատվածը արդեն ամպերը գնացին աջ ու ձախ բացվեցին, որպեսզի ավելի գեղեցիկ տեսարան ունենանք նկարելու համար, նկարենք ու գեղեցիկ անցնի մեր օրը, բայց սպասի, կանի, մի անջատ տենանք ստե ինչ կա։ Ոչ մի գիծ ես չեմ տեսնում, քանի որ մեքենան շատ դանդաղ էր գնում, նայր 20 արագության դեպքում թույլատրվում է օրենքով, որ գեղեցիկ վազանցդ կատարես, այնպես որ մի վախեցիր, եթե խոչընդոտ է հանդիպել, ես բարձրաստիճան պարոնների հետ զրուցել եմ այդ թեմայով, եթե նրանք խնդիր են ստեղծում, շատ դանդաղ են գնում, կարող ես գեղեցիկ ձևով վազանց անել, վազանցություն անել, այո, կողանց անել, կամ վրանց անել, մի խոսքով ընկերներ, մի քիչ էլ եք սպասում, զեղչերից հետո ես դες մի գեղեցիկ տեսարանի մասին կպատմեմ, անպայման, տեսեք, որ քիչ հետո մենք հասնելու ենք մի հետաքրքիր տեղ, մի վատ լուր տված տեղ, այստեղ կյանքից հեռացել է մեծ ընկերող Պաուլ Սևակը, դժբախտ պատահարի հետևանքով նա զրկվեց կյանքից։ Իսկ մենք մեր հերթին զրկվեցինք նրա գրչից, նրա բոցավառ բանաստեղծություններից, դեռ որ կարող էր գրել, բայց ավաղ նրան այսքան էր տրված եւ կյանքը հենց այստեղ ընդհատվեց այս ճանապարհահատվածում։ Հենց այդ պատճառով է, որ Աչակողմյան գյուղը կոչվում է Պաուլ Սևակ իր անունով։ Նաիրը սիրարվել է ամպերին եւ այն ուզող տղաների նման, որ գնում են սիրած աղջիկների տան մոտ սաղոր, մնում են մի 2 տարի էլ ծերանում են, դրանց նման մի խոսքով հիմա երկնքին է սիրարվել ու մնացել է երկնքի տակ ու մենակ երկինք է նկարում։ Նաիր։ Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր։ Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր։ Ինչ։ Հետո շարունակություն չկա։ Շպիտներ են իրական Ես ձեզ անից մեկը անակնկալ ես ուսում իրենք կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսս Նաիրը ոչ միայն նկարում է, այլ նաև մեկնաբանում է նկարածը Լճերը երևում են Նաիր Այո Տեսեք լճերը, ընկերներ, այնտեղ եթե ուշադիր չլինես, չես էլ նկատի, որ լիճ կա, բայց սրանք լճեր են, մեր հայրենակիցներն են սարքել այս լճերը ու ձուկիկներ են պահում մեջը։ Ձկներ կան բազմատեսակ, համով ու հյութալի ձկներ։ Նրան երեկույնով նվիրական մեր նշան Թող փողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան Թող փողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան Բանը հիշամ Ինչ էր են, որ երկում էինք երեկոյան անվանական չէ Մեր հայրենիք ազատ անկախ Որ ապրել ես դար է դար Հայ խաչեր, ժամը մեր օր հասադան
Երասխի երագույններ փոխփոխում։ Կաջելաների խաղն է երկնքում, ընկերներ, հեսա։ Անցած անգամ մեկը հարցրել էր, թե ինչ է կաջելան։ Կաջելան դա ագրավն է, ընկերներ, ուղղակի վայոզորյան բարբառով, Խոյ Սալմաստի բարբառով կաջելան դա ագրավն է, այո։ Ագրավ կաջելա դա նույն թռչունն է։ Ուղղակի մեկը մենք ենք այդպես ասում, մեկն էլ հայոց լեզվով է այդպես։ Կարկա։ Կարկարն էլ կա, բայց կարկարը կարող է մնացած տեղերն էլ ասեն։ Ես շատ իմանամ, նայ, կարողի ասում են։ Կարողի պատահի ասել են այդպես։ Կարկարը եւ կաճելակը տարբեր։ Հա։ Այո, նրանք տարբեր են։ Վարդանը մեծ բարբառաբան է, դրա համար լավ գիտի, որ բարբառով որը ինչ է նշանակում։ Էլ ինչ, մի երկու հետաքրքիր բան ես Վարդան։ Մեր բարբառով ու Կարկարաբանության մասին։ հա, չէ, բարբառաբանության մասին։ Մենք ուր ենք գնում Արտաշատ։ Արտաշատ, հաշատ։ Արտաշատում ագրավների հետ կապված Բարեկամս կարող է վիդեոներս ես նայե նույն բանն ես կրկնում։ Որ ագրավիձուն եփել են արտաշատցիները։ Դե բրատես, դրա մասին մենք զրույց արել ենք արդեն։ Բայց կրկնությունը չէ որ գիտության Բարեկամս արի ուրիշ բան կրկնենք, որովհետև արտաշատցիները չէ որ հնարամիտ քաղաք է, հնարամիտ ժողովուրդ են, հաստատ ավելի լավ ինչ որ բաներ էլ արած կլինեն, որ հետաքրքիր կարելի է ժամերով զրուցել դրա մասին։ Համաձայն չես։ Համաձայն եմ։ Դե հիմա մենք գտնվում ենք Արմաշում, ընկերներ, Արմաշ գյուղն է ձեր կադրում։ Գեղեցիկ բարեկամը տեսեք ինչեր է անում, շփում է ջուրը հանում է ճանապարհից, շատ հետաքրքիր տեսարան էր, նայ ուրեմն Արմաշը մեր համար շատ լավ տեղ է, մեզ այստեղ ճանաչում են, սիրում հարգում են, ես էլ նրանց եմ շատ սիրում հարգում, անգամ ես կարող եմ սիգնալ տալ, որ ընկերները բարևեն Վալբերիսի դիմաց հավաքված, թե Վալբերիսը չէր, չէ Վալբերիսը չէր, բայց այնտեղ էին մեր աղբերներն են։ Արմաշը հրաշալի տեղ է, հրաշալի գյուղ է եւ այստեղից դուք կարող եք ձեռք բերել տարատեսակ ձկներ։ Այո, տեսեք այս կապույտ տնակները ձուկ վաճառելու տնակներն են։ Հետաքրքիր տեղ է։ Եվ այստեղ ինչքան գիտեմ, որ համարյա մինչև գիշերը 12-ը աշխատում են։ Առհասարակ այստեղի այս տարածաշրջանի ժողովուրդը աշխատասեր են եւ ստեղծագործ։ Արմաշի կողմ նկարի, էլի մի հատ գյուղը ինչքան կերևա նկարի, նայիր ու նկայիր։ Նայիր ու նկայիր։ Տեսեք ինչ գեղեցիկ գյուղ է։ Հագեցած տեխնիկայով ծաղկած ծառերով։ Այո, ծառերը ծաղկում են արդեն Արարատյան դաշտավայրում եւ շուտով անուշահամ բերք են տալու։ Աչից ձախից ծաղկած է բնությունը։ Լավ է։ Ասական մեր երագույն դրոշիներ կողպիտ ազատ են Հայաստան հայ քաջեր Ընկերներ, այսօր Մասիսն ու Սիսը չեն երևում, փոխարենը երևում է ամպերի ուրվագծած գեղեցիկ բնապատկերը, որտեղ եթե ուշադիր լինեք, ահագին հետաքրքիր բաներ կտեսնեք, պատկերներ, որոնք հենց բնությունն են նկարել։ Ребята, не надо паузить. Накарем, так накарем. Վերցնում ենք ռաժոգը։ Ապե, ես ռաժոգը հայերեն էլ նոմա կոշիկա բրթիչ։ Ինչ։ Կրնկա հարթա մրթա բրթիչ։ Եվ գարդոնը ոնց է։ Դա հաստաթուղթ է։ Վերցնում ենք հաստաթուղթը։ Ստվարա հաստաթուղթը։ Հաստաստրավարաթուղթը։ Եվ շարժվում ենք դեպի գեղեցիկ առիթի հասցեն գեղեցկացնենք էլ ավելի կապելով մեր ճտկա կոշիկները ոչ ճտկա կոշիկները հա կոշիկ հենց հայերեն է չէ վերցնում ենք ծաղիկը վերցնում ենք այն
հեռախոսը, որով որ պետք է կապնվենք պատվիրատուի հետ։ Տեսնում ենք ուր ենք դրել։ Վերցնելով ծաղիկները, առիթը պահում ես ափերիդ մեջ ու գնում ես անակնկալ անելու։ Գնում ենք։ Ընկերներ, այսօր մենք եկել ենք շատ սիրված քույրիկի ծննդյանոր շնորհավորենք առաջին հայացքից։ Հիմա գնանք երկրորդ հայացքներ տենանք։ Մի ծաղիկ վերցե եկել ենք երկու օպերատոր, ես իմ մեկը դեմիցս նկարեք։ Բա դու ինչի՞ ես վառելու սերդ։ Լավ է, էլի մտության մեջ վառենք, էլի։ Մտության մեջ լավ է։ Լրիվ, հա, ափսոսում է, որ լույս վառի, ես գիտի հոս բան փող ա գերում։ Նայրը ես գիտի բան ա, որ լույսը վառի փող ա գերելու։ Վառի արխային աղբերս։ Իսկ հիմա մենք գտնվում ենք Նոյեմ հոլում։ Նոյեմ հոլ ռեստորանտ, բարի օր ձեզ։ Ում պետք է զանգեի։ Հիշեցի։ Բարև ձեզ։ Ալո, Մարիամ ջան, դուք որտեղ եք, որ հոլում եք նստած։ Ես տեղ չեմ, ես հասարակ եմ։ Ով կարա ինձ դիմավորի, մեծ տեղ են։ Հա, տղա ձեր մոտ եմ, աղբեր։ Հա, բա ձեր մոտ եմ, էլի, բա ինչ է, քույրիկի կողմից ենք տալիս։ Այդ մեր քուրիկն Հա, մեր քույրիկն է, Մարիամն է, հա։ Բան միացա, էլի։ Հա, այլ աղբեր, միացա, վիդեո եմ միացնում։ Ջան, աղբեր մատ պահես ծավը տան, լավ եմ դու աս։ Լավ, ընտին։ Հա, աղբեր ես, այսօր առանձին։ Հետի կգցես, հա։ Հետի կցում ենք։ Հետի կցում ենք։ Ընդել ասա, որ կցենք, աղաչ կցեմ։ Կեցեք աղբեր։ հանդիպել ենք աղբորը, ապրես։ Աղբերը եկել է հանդիպել են։ Հիշում ես։ Հա, Նոր կյանքի Սամոյին։ հա, Սամոսուր։ Սամոյի Բա Սամոսուր է։ Հենանդե է։ Կյանք Սամոնուր է։ Հենանդե է։ Դե մենք գնանք, լավ։ Այդտեղ ասես, էլի կյանք Սամոնուրա։ Աղբերակը կասես։ Ասել եմ կյանք Սամո։ Մենք իր աներ Աղբեր, հա։ Աղբեր, բան չկա էլի։ Դու ասա կյանք Սամոնուրա։ Աղբեր ասելու եմ։ Կա ես համիլար ասեմ, որ ասելու ես, որ Չէ, աղբեր տոշնի է։ բույրի չկողի։ Աչի կողելու, մեր ընկերն է Սամոն։ Բան ուրեմն արդեն։ աղբեր, լսեք։ Լսի, բայց ասա, որ նոր կյանքի Սամոյին, ես մի անգամ նկարել էի իր քենու նշանդրեկին։ Հիշում ես, որ մեր Աղբեր ոչ չեմ հիշում։ քանի օր առաջ։ Ջեկելիս տեսակ խմասա։ Խմել ենք աղբեր։ Իրար հետ ենք։ Բա ինչ է լավ վերջը։ Էլ չէ, թազան չկա։ Թազան չես բերե։ Չէ, այսօր չէ։ Բայց Սամոյին ասա մեր Սամոն նոր կյանքի աղբեր Սամոյին էլի։ Նոր կյանքը։ Իր կնոջ ծնունդն է։ Հա, Իմ քրոջելից։ կնոջ անունն ինչ է։ Սուսան։ Սուսաննա։ Հա։ Սուսաննա, Մարիամ։ Всё, մեր։ Այո, Այս այժմ։ աղբերներն էլ են, նոր կյանքի։ Նոր կյանքը աղբերներ եք։ Հելնենք մաղվաղան սար։ Մամաղան է տանք իրար հետ։ Որ հելես Հա, հետ որ էլ մեծ էլ պահն է, հա։ ես շատ եմ Հիմա էլ եկել եմ ինչ հոլ էր։ Հոլ, Նոյեմ հոլ, հենա է, Նոյեմ, խոհեմ, Նոյեմ հոլ։ Գործը միոց։ Հա։ Բարև ձեզ։ Ա, գծե թամադա։ Ես ասեմ թողա։ Զավիցե թամադու, աղբեր։ Ասեմ թողա։ Որ ասպեր արարացի մեր աղբոր Սամոյին։ Հա, մեր աղբերն է, մեր աղբերը։ Որ ասպեր մեր աղբերստի։ Արի, ասպեր, Սամոյին ասել եմ աղբեր։ Կասես կյանք Սամոյին։ Հա, ասել, աղբեր կարա չասել, ես էլ իմ ընկերն է։ Բարեկամս, հազար բարի, ոնց ես։ Լավ ես։ Լավ եմ, եկել ենք մի հատ ծաղիկ ենք բերել, սիրուն, կազմակերպենք, գնանք։ Շադո։ Շադո է, շադո։ Հիմա այդ Որում են, ոչինչ աղբեր։ Պարակ մեր է։ աղբերը կանի ամեն ինչը։ Գայտա, դելես ասաղին ասել եմ աղբեր զարքես։ Դու բանալ, ասա անակնկալ կա, մեծ եկել է, անակնկալը ձեռով օտոնի, հա եկել է։ Բայց Սամոյին կասելի, կյանք Սամոյի Սամոյին։ հետ մեր Սամո աղբորն էլ կասես թող գա, ամուսիններով թող գա։ Ինո ամուս։ Չետո հրավիրը միրա։ Սամոնը Սուսաննան է։ Shadow Production։ Չէ, good price. Good price. Здесь, просто здесь это Италия мет шадон, шадой, шатунер. Շատիներ աղբեր չգիտեմ, ընդ է։
Բա ուր գնացին աղբերները, ասաց արի նստի գնա։ Դե լավ կային նստեմ, ամեն դեպքում ճիշտ կլինի նստելը, ոբշեմ նոր կյանքից եկեք, Սամոնի միշտ է, իմ աղբերն է, կյանք աղբերը նոր կյանքից, հա։ Հա, Սամոն, մեր Սամոն։ Բարևում որ Սամոնաս բարևի աղբեր։ Հա։ Հայտարարում են։ Մենք էլ ենք նոր կյանքցիներն ենք, նոր կյանք։ Կյանքը մեջներ հետ երրմա։ Երմանա։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր մեկ ամսակը։ Մեկդ մտեք, հեններ։ Դու տրենսի կողմից։ Վրացը կարող եք նստել ես պատողոր տեղերը, որպեսի ավելի տեսանելի լինենք և անակնկալ ավելի գեղեցիկ ստացվի։ Այելի։ Խնդրեմ մի փոքր հրապարակը թողնենք ազատ, մի փոքր։ Նրանք ազատ են։ Հա, good price։ Good price-ը ձեզ համար գեղեցիկ, անակնկալի մնացածը խոսքը փոխանցել իր լավ ընկերոջ։ Խնդրեմ։ Հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել, ետնչի ծապ չտվիք, որ ծապեր տվեք, հլը տեսեք ինչ կյանք տղայ անդը մեջտեղը կայնած մեր Սամո աղբեր, ես եմ բզբզացել, որ քեզ էլ հրավիրենք էին տրոն, այսօր կնոջ հետ ծնդյանորն է, Սուսաննա ջան, շնորհավոր լինի ծնդյանդ օրը, բոլորը քեզ շատ են սիրում ու այդ սերը հենց հիմա, հենց այս պահին, ծապերը, ձեռերը պատրաստեք, ահա, ծապեր ենք տալի, ես մեր Սուսաննայի համար է։ Ձերը երջանիկ են, որ շպտում են քո աչքերը, թող քեզ կարոտով, գրկեմ ամուր, իմ աշխարհին քույր, ուր էլ կյանքը քեզ տանի, քո սիրո ճանապարհով, թող քո սիրտը միշտ լինի Այդ լույս լինի, գեղեցիկ օր, գեղեցիկ առիթ և անակնկալը հիմա քո թույլ տվությամբ հարցնենք Սուսաննային կողմից լինի, հա? Հանկարծ ընես չել, պատահաբար մեկ ես չանս կտես, հարցնենք, հա? Կպասկան բայց։ Չէ, բան եմ անում, զգուշությունը պահում է, համել հումոր էր, հա? Հա, ճիշտ ասեց, Մարիամի կողմից է, հա? Երջանիկ եմ, որ Շնորհակալ եմ, որ մի անգամից ասեցիք, բայց կարեք մի անգամից չասեք, չէ՞։ Ձգձգել։ Այլ ձգձգել, չէ, հա։ Դες ես լավ որ բարձր տրամադրություն, տրամադրությունները թող բարձր լինի, իսկ դա դրա համար տեսեք ես ձևը ասում եմ։ Հենց որ գնում եմ, լավ ծափեր եք տալի, դες որ ձեռները ցավա ու տրամադրությունը բարձրանում է, հետ մեկ պարում եք։ գրկեմ ամուր, իմ աշխարհին քույր, Սամո աղբերը ասելիք ունի։ Եթե դու պետք է այսքանից հետո թողես այդած, չգաս մեր հետ մի բաժակ խմես, ես քեզի մեր երկու հատ թեթև բառ կասեմ։ Ապրես, բոլորի դուր եկավ մի հոգի չկացավ մեջը պայի, ասած բարձր։ Դե լավ, ուրեմն գնանք ինչ այլ է, ես ընդհանրապես չեմ խմում, հա, բայց Սամոյի հետ մի հատ կխփեմ, էլի։ Ասենք ես էլ չեմ խոմ, ջեմ։ Դու էլ չես խմում։ Նոր կյանքի Սամոյի։ Նոր կյանքի կամ կյանք Սամո, հա։ Նոր կյանքցիներ մեծ ծափ տվեք, տենակ նոր կյանքը երրումա տեթե։ ում են հարկավոր, այս աշխարհի գանձերը երջանիկ են, որ շպտում են քո աչքերը երջանկությունից։ Դե, ընկերներ, դե մենք գնանք ընդ են յանն եմ լելու էլի։ Հա, ամեն շնորհավոր մեր գեղեցիկ սերի մեկ ամսյակը, համաձայն ես Սամվել բարեկամս։ Հա, դե տղամարդիկ թող ծափեր տան, որ զգացվի տղեկն են ծափ տալի, այսպես շփ, շնորհավոր լինի, միշտ ուրախ լինեք, առողջ լինեք։ Մանուկ ջան, ես շնորհակալ եմ քեզնից էլ։ Զգացված եմ։ Good price, շնորհակալություն գեղեցիկ անակնկալի համար, շնորհակալ եմ Սուսաննայի քույրիկին այս գեղեցիկ ծաղկի փնջի համար, ինչ քանի որ Սամվելը ես Սուսաննան արդեն հրապարակի կենտրոնում են։ Ինչ եք, երկու եկեք նկարում է, ես չեմ հասկանում։ Կատարեք և նվիրեք մեր այս գեղեցիկ զույգին։ Ձեզ համար։ Օ, պարում են։ Պար են գալի։ Ես քո աչքերին սիրահարած անցնում է կյանքս մի օրվա երազի պես երբ ես ապրում եմ քո սիրով հրապուրված
Դու մի աղջիկ ես, մեկն ես ով իր բարի աչքերով տարավ ինձ երջանիկ բախտի ճանապարհով դու միակն ես ով լցրել է իմ կյանքը տակ արևով ու անսահման սիրով Ես ինձ սիրունիկ ես հարևաշող լույս աղջիկ ես դու անսահման գեղեցիկ ես մի վարկյանում սիրեցի քեզ լուսավոր երազի պես ես ինձ անուշիկ ես հարևաշող լույս աղջիկ ես դու անսահման գեղեցիկ ես մի վարկյանում սիրեցի քեզ երջանիկ երազի պես Եկել է օրա ինձ գիր համբուրիր որ բացեն գաղտնիքը մեր սիրով ողջ աշխարհին արի երթվենք ու խոստանանք բարձրալին որ երբեք մեր սերը չի մանի կվարարի մեր բախտը ուրել մեզ տանի ուրել մեզ հասնի գիտեմ որ միասին ենք մենք միշտ լինելու կյանքում քեզ մենակ չեն թողնի ինչ էլ որ պատահի միասին ենք մնալու Ես ինձ սիրունիկ ես հարևաշող լույս աղջիկ ես դու անսահման գեղեցիկ ես մի վարկյանում սիրեցի քեզ լուսավոր երազի պես ես ինձ անուշիկ ես հարևաշող լույս աղջիկ ես դու անսահման գեղեցիկ ես մի վարկյանում սիրեցի քեզ Սարերով ծալերով իմ սիրտը հասավ իր կեսին ու չապենքով սիրտի դված միասին ամարվա արևով կեզ գերկեմ դարնանք մենք լուսին աշխարհներ կիմանամ են մասին Դու անսահման գեղեցիկ ես մի վարկյանում սիրեցի քեզ երջանիկ երազի պես Link searching Անդոս, եք չան իրեն ախպետը Այս վերջում մեր եք շորցին կնկար ես Հələ ներողություն Աս մազի գրել ջան Ալո Հա բարձան ասա Հա Զուս, լավեր անակ եք կալը Շո Ավես ինգը Աղջի հետ Են անջատ յարդ Ապեն են լուսը պտի անջատես Ապրեք սարները տանեմ, սկանք ունենակ, լավ շնորհակալ եմ եղան ձեզ։ Այսինքն մխի տալերացում բարեկամ ես Թորը Պապու թորը Վերջ ասել, խորանում եմ Բայց չիմանամ 30-ամյակնա, յուբիլեյնա Իմ համար շատ հաճելի է ասենց առակությունները, ծենգուլի ձեր նման լավ աղբերները որ ներկայանում են, որտեղ ոտում եկավ ես տպավորություն թողեցիք, ես իրոք ձեզ սիրեցի այդ պահից, հենց որտեղ դուք ադուշի եք։ Որ իրար հետ խմմանք Ապրես։ Կխնդրեմ, ովքեր որ կարող են ոտնկայս հարգելի Արայիկի հիշատակի համար, լավատ բարձրացնենք նրա համար, նրա բարի հիշատակը միշտ բար պահենք
Եվ թող Այդ որ ասում եմ մեր ախպերն է։ Ես ջողում գցին ավտոյի տակ։ շարունակի հարազատները, զավակները, շարունակեն նրանք իսատ գործը։ Կարող բացասնենք Արայքի համար, թող Աստծո լույսը լինի նրա հոգու վրա։ Նրա բարի հիշատակներ մենք միշտ բան պահենք։ Արայքի թանկ ու կարևոր կինացը։ Չենք տխրում, ժպտում ենք ու նրա հիշատակը հենց ժպիտով ենք հիշում։ Արայքի համար թանկ ու կարևոր կինացը նրա։ Ես այդպես չեմ ման գալու։ Միշտ մանգած, դու կարաս շախուրը դնես, թափին մեծ կապնաբեն։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Չմրսես հա։ Չեմ Վերնեմ բարանը շահ։ Սամոս բախ Բայց մատել։ Ապա քիչ մարդ կա, որ ես կարամետր միած հանդիպեմ։ Բայց մատել ասել ախպերս նոր կյանքի Սամոն մեր ախպեր։ Ապա նոր կյանքից չէ, կյանք Սամոն նոր կյանքից։ Չէ կյանքը։ Կյանք Սամոն նոր կյանք։ Վերնեմ քեզ։ Ով ինչ արեստի ուզում ալնի, ով ինչ գործի ուզում ալնի, ինքը ունի իր ես տեսակը։ Ասենք, եթե այս մարդիկ ունեն իրանց ես տեսակը, մեր կողմից կլինի էդի սխալ բան, որ իրանց հետ մի հատ ուտել խմել չկազմակերպենք։ Ողում ես Մենք ուտում խմում ենք ախպեր։ Չէ, սրա մասին չի։ Որ այդ այս սարը կան չէ ախպեր։ Բար սարը ախպեր։ Թափ։ Որ բادرի Թափ չես էջե։ Ախպեր արշ կետասեի։ Խորոտ տեղա։ խորոտ։ Շատ խորոտ, դրանք թափ։ Դա չաներով, ապահով է ամեն Այո, ինչը։ ծորի տղա չէ։ Ախպեր թափ իմարը վենա, կաղա ուրիշ ձև ան։ Թափ որտե է։ Մեր օբա։ Որ բադեղով ելնում են։ Որ բادرով վեր։ Ախպեր մենք օբա չենք էլ էթալու։ Ձեր սարատեղին ինչ է։ Օբա, հա, օբա։ Ձեր օբային օբա եք սա։ Հա, Մերը թափի։ թափ, հա, բետենց։ Ինչ է 3-4-ը։ 4-5-ը։ Ժամը չէ։ Ժամը չէ։ Չէ, ախպեր, չէ։ Ախպերը ստավրան ուրել կեշ։ Օրել դիտի դրամի։ Ժամը չէ։ Լավ։ Ջրվեժի կլանի։ Վայոզորցիներով այդ այդ ջրվեժի մեր նկարվել է։ Վայոզորում։ Եր բոյոզորը։ Վայոզորցիները։ Այ ախպեր, կանչ տաղի չկատարվել, տաղ բազար է։ Մերով Ասվայոզետներ բաժերվեժ մնացա։ Վայոզորցիները գտնվելով նոր կյանքի մոտի գտնվող Նոյե մոլում նկարվում են այս սիրուն բանը։ Բայց եկեք սես Բայց այդ երկուսը ջրվեժում են մնա։ Ջրվեժում են։ Ջրվեժ չէ կախտը։ Որը Չինեի լողում, հատակը լողում է, հատակը լողացող է։ Ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Oh my god։ Թրջվանք ախպերը, թրջվանք, ես տակ եմ։ Կապեր, մի հատ վերև պետք է։ Ես նայել եմ, բայց մի հատ է նայեմ։ Ուլալիսու հետանցիր բարդու դժվար ճանապարհ Հետաքրքիր իրավիճակ էր։ Մենք ապրիլ ամսին գնալու ենք օբա։ Որ բադիրի օբա։ Թափ հետ օբան չէ։ Դե օբա է ախպեր, օբա են գնում, ընկերներ, մենք այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու։ Սենց, ընդից ենք եկել մենք ախպեր։ Ստից դուս գանք։ Հա, գլխավոր մուտքից գլխավոր հերոսները դուրս են գալիս ու գնան ուղիղ Երևան։ Տղեր ջան, դե ձեզ լավ որ, ախպեր կզանգեք, կսպասեմ։ Ուրեմն մենք պայմանավորվեցինք մեր Սամվել եղբոր հետ, նոր կյանքից Սամվել եղբոր հետ, որ գնալու ենք հոր բադիր, օբան ոնց էր թափ, թափ, հոր բադիր թափ, որ գեղեցիկ ժամանակ անցկացնենք ու անպայման ֆիքսելու ենք այդ ժամանակը, իսկ դուք միշտ ֆիքսելը լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք սոցցանցերում, իսկ մենք մեծ թափով այս անգամ չենք գնում հոր բադիրի թափ, բայց գնում ենք Երևան։ Նման էր։ Գնացինք։ Թափը։ Ուլալիսու հետանցիր բարդու դժվար ճանապարհ Ուլալիսին